Երեք մի հետաքրքիր համծիծաղելի, նողկալի դեպք է տեղի ունեցել։ Պատգամավորներից մեկը դուրս էր եկել անհետ կորածների ծնողների մոտ եւ ասում էր, որ դե դիմացեք 2 ամիս բան մնաց, հեսա ձեզ ռատ կանենք կեթակ, հեսա Նիկոլին ռատ կանենք իր ընկերներով կեթան ու դա անում էր Հակոբ Ասլանյանը։ Երեք ես շատ ցավալի բառով եմ ասել, որ 2 ամիս է մնացել, ձեզ պետք է ռատ անեն։ Համոզված եք, որ 2 ամսից հետո համոզված եք, որ ռատ եք։ Ես կարծում եմ, որ ժողովուրդը պետք է ոտքի կանգնի։ Գիտեք ինչ հիշեցի, թե ոնց էր մեր խմբակցության նիստի ժամանակ լաց լինում եւ աղաչում, որ ինքը մնա մեր խմբակցության մեջ, առաջարկություններ էր անում, ասում էր սառեցնենք, ես բեղ պահեմ ձևանենք, որ դուք ինչ չեք ճանաչում։ Ծայրից ծայր սուտ է, չկա այդպիսի բան։ Ես լաց լինեմ, կներեք։ 3 անգամ կյանքը երկրի համար դրած մարդը կարող է ինչ-որ մի ստից բանի համար լաց լինել, հա? Մարդիկ, ովքեր Նիկոլ Փաշինյանի սենց շող կտերնում են, իրանց թվում է այդ իրանք են։ Սենց աստղայինը տանում է, քաղաքական մտածում են իրանք սենց լուրջ քաղաքական ապագա ունեն։ Կոնկրետ իրապարակայում իրանք քաղաքական Պանիկովսկին են եւ ուզում եմ իրեն շնորհավորեմ, որ մենք ձեզ ռադարինգ, բայց անենց պահեցինք, որ թոշակի հարցը կլուծեք։ Ես այդ թոշակի կարիքը չունեմ։ Այնուամենայնիվ թոշակը կստանաս, հա, մի անհանգստացի, բայց այնուամենայնիվ ամոթ է ձեզ հավաք պահեք եւ ձեր չափի մեջ պահեք։ Նիկոլ Փաշինյանի շողքը հանգարց չմտածեք, որ դա դուք եք կամ կարակ երբևիցե լինեք։ Իրոք 2 ամիս մնաց, հետո ձեզ երևի փողոցում մարդիկ տենան նույնիսկ չճանաչեն։